Եռաբլուրում մայրերի լացի ձայնը, խնկի բույրի հետ խառնվում ու երկինք է բարձրանում։ Երկինք, որտեղ հիմա իրենց տղաներն են։ 4 տարի առաջ էր, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց, օկուպացնելով Արցախի 2/3-ը։ 3 տարի անց ամբողջ Արցախը։ Հանուն ինչի համար։ Արդեն 4 տարի այս հարցերի պատասխաններն է փնտրում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի այրին։ Հանուն ինչի զոհվել է ամուսինը, այսօր չկա։ Անավանդ Արցախի հանձնումից հետո դիմանալ անհնար է, որովհետև իմ սիրտը Արցախում մնաց։ Իրենց որդիների, հայրերի, եղբայրների ու ամուսինների շիրիմները գրկած մարդիկ լուռ լացում են։ Արցախի ամբողջական կորստից հետո բառերն անգամ կորցրել են իրենց իմաստը։ Եռաբլուր զինվորական պանթեոն եկած հնգամյա Արտակը չգիտի տղաներից որ մեկին մոտենա։ Իր հայրն այս տղաների շարքերում չէ։ 2020-ին զոհված Արշակ Ավագիմյանի շիրիմը մնացել է Արցախում։ Պապան գնացել է երկինք, քանի որ չեմ կարող գնամ Արցախ պապայի մոտ դրամատիկ եմ Եռաբլուր։ Արցախում են մնացել նաև տիկին Ռենայի, տիկին Լիդայի որդիների գերեզմանները։ Հիմա նրանք լացելու տեղ չունեն անգամ։ Արմեն Գրիգորյանը, տիկին Ռենայի որդին, զոհվել է սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին րոպեներին։ Նույն օրը նաև Հայկ Պետրոսյանն է զոհվել, տիկին Լիդայի միակ զավակը։ Հայրենիք կորցրած, երեխես կորցրած, տունը տեղ կորցրած, ավելի մեծ ցավա։ Ինչ ասեմ։ Շատ դժվար է։ Ոչ մեկը չի կարող հասկանալ, մենակ ով որ զավակ է կորցրել են կարող է հասկանալ։ Ինձ հաղթահար, այդ մի երեխա տայր։ Դա այդ երեխա տայր, դե զոհուալը։ Մենք գերեզմանել չենք, մին տարի է կարմքին։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Եռաբլուր մարդկանց հոսքը չի դադարում։ Գալիս են խմբերով, գալիս են միայնակ, երեխաների հետ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այստեղ է նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Այսօր մենք մեր նահատակներին հարգանքի տուրք ենք մատուցել եւ հենց իրենց շնորհիվ հնարավոր է եղել կանխել 44 օրյա պատերազմի ավելի աղետալի հետևանքները եւ ես համարում եմ, որ 44 օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը եւ 23 թվականի կատարվածը ես համարում եմ դրա հետևանքները։ Արցախի համար 2020-ին կռվել են բոլորը։ Տղաներ, որոնք կամավորագրվել ու առաջնագիծ են շտապել հանուն հայրենիքի, հանուն Արցախի փրկության։ Նրանց շարքերում ու նրանց հետ նաև Արցախի հերոս 35-ամյա Մենուա Հովհաննիսյանն էր։ Չենք հաշտվում ոչ Արցախի կորստի հետ, ոչ էլ հաշտվելու ենք, ոչ էլ բնականաբար մեր դա ինչ հաշտվելու բան է, որ հաշտվենք։ Բայց կյանքը դաժան բան է, որ չհաշտվենք ինչ ենք անելու։ Չենք հաշտվում, բայց ուրիշ բան էլ չենք կարողանում անել։ Մեզ բացակա չդնեք, Արցախին մենակ չթողնեք։ Սրանք պատգամներ են, որ ամեն օր Եռաբլուրից տղաները փոխանցում են ապրողներին։ Պատերազմը տևեց 44 օր, որից հետո Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրեցին եռակողմ հայտարարությունը։ Արցախի ու Հայաստանի դրոշները հպարտ միայն Եռաբլուրի բարձունքում են ծածանվում, տղաների գլխավերևում։ Միայն նրանք են, որ պարտադրված պատերազմում չեն պարտվել։ Ես ուզում եմ, որ գնամ Արցախ։ Գնաս Արցախ, ինչ անես։ Պապայիս մոտ։ Հարյուրավորների շիրիմներին, որ մնացին Արցախում,
Այսօր ծաղիկներ չեն խոնարհվելու։ Մայրերը չեն գրկելու որդիների սառը շիրմաքարերը։ Արցախի կորստից հետո միայն գիտակցումն է, որ Արցախում հավերժ մնացած տղաներին, Եռաբոլորում հանգչող տղաներին, հանգամյա Արտակին ու իր նման բախտակից հազարավոր երեխաների մի ողջ հայրենիք ենք պարտք։